չկա բացականները ասի, ովքեր են բացական։ Մենք 3 բացական Պետրոսյաններինն է, Կարապետյան Արեն, Հուբասյան Լավրեն։ Շատ լավ։ Երեխաներ, մեր այսօրվա դասի թեման արդեն կարելի ասել փոքրիչ ծանոթ եք դասի թեմային, քանի որ նախորդ դասի ես հանձնարարել էի դասարանը բաժանել խմբերի եւ շրջված դասարան մեթոդով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության ջրագրությունը, Սևանալիճ, Սևանի բնապահպանական հիմնախնդիրները վերհանել եւ ստորգետնյա ջրերը Հայաստանի Հանրապետության ուսումնասիրել։ Դասարանը բաժանված էր խմբերի, գեոմորֆոլոգների խումբ, բնապահպանների, հիդրոլոգների խումբ եւ ստեղծագործողների խումբ։ Յուրաքանչյուր խմբին արդեն դրված էր հանձնարարություն, դուք ինքներդ նաեւ պետք է ընթացքում կատարեիք նյութի բաժնում եւ դրա շուրջ կարողանայիք աշխատել։ Այսօրվա դասը ուզում եմ Սևանից փորձի տեսարանից սկսել։ Հիմա երեխաներ, դուք արդեն քանի որ ուսումնասիրել եք դասագրքի 49 եւ մինչեւ 52 էջերի դասանյութերը, դիտել եք նախապես առաջարկված բոլոր 4 խմբերի համար նախատեսված QR կոդերով, թվային բանալիներով տեսանյութերը, կատարել եք ուսումնասիրություններ, բայց գիտեմ, որ դեռևս մի փոքրիկ աշխատանք մնացել է, պասարների հետ ունենք աշխատանք իրականացնելու եւ մյուս խմբին նաեւ հանձնարարված է խաչբար կազմել։ Հիմա սկսում ենք աշխատել երեխաներ ձեր թերի մնացած աշխատանքների վրա եւ միասին կամփոփենք։ Սկսեք աշխատել։ Դասագրքի նյութը եւ լրացուցիչ տեղեկություններ հավաքել։ Այսօր մենք կներկայացնենք Հայաստանի Հանրապետության լճերը ըստ ծագման եւ Սևանա լճի ինքնության քարտը, թե ինչպես է այն ստեղծվել։ Հարթենիսի գտնվում է հարավում, լեզերում է հարավային հատվածում։ Սևանի լեռներ։ Արևելյան Սևանի լեռներ։ Լավ։ Եվ արևմուտք լեռնաշղթա։ Շատ լավ։ Աղջիկների դուք էլ մոտեցեք քարտեզին։ Նորից ամրապնդենք լեռնաշղթաների իմացությունը, Գեղամալեռներ, Բարդենիսի լեռներ, Բարձրասան Արեջան, այո, Արևելյան, Արևմուտք, շատ լավ, երեխաներ, շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը։ Այս ընթացքում կարծում եմ նաև գրառումներ կատարեցի մյուս խմբի կատարած աշխատանքից։ Լավ, հիմա ներկայանա հաջորդ խումբը, ստեղծագործողների խումբն է ներկայանալու։ Ստեղծագործողների խումբը կտեսնենք ինչ աշխատանք են իրականացրել, բայց ուզում եմ մի փոքրիկ երաժշտական ընդմիջում անել։ Շատ լավ, երեխաներ, կխնդրեմ ներկայացնեք ձեր աշխատանքը։ Մենք ստեղծագործողներին մեր թեմաներ Սևանի մշակութային գոհար, աշխատել ենք ես, Միդենա Սմբատյանը, Նանե Բաբայանը, Արայք Խաչատյանը, Սուրեն Սարոկանյանը և Մերկուրյան Ալեքսյանը։ Քանի որ Սևանը բարձրացվի լիճ է, Սարյանը լիճը պատկերել է որպես հայելի, որը արտացոլում է կապույտ երկինքը։ Սարյանը այդ նկարով ուզում էր ցույց տալ հայերի եւ արևոտ բնավորությունը։ Շատ լավ, երեխաներ, մի քանի վայրկյանով կխնդրեմ այստեղ նայեք։ Պիտի կապակ եւ Սևանա լճերն են ուրեմն
այստեղ տարբերակված վենի դիագրամով, ձեզ համար այս պաստառը պատրաստել եմ ճիշտն ասած, որպեսզի մենք կարողանանք հեշտությամբ համեմատել, այլ նշեցիք, չէ, որ Տիտիկակա լճից հետո երկրորդ բարձրագիր քաղցրահամ լիճն է։ Այստեղ նշել ենք տարբերությունները եւ նմանությունները։ Այ առաջ երեխաներ, հիմա ուզում եմ մեկ հարց ուղղել ձեզ, այլմեն Սևանալիճը միշտ պատկերացնում են գեղեցիկ, կապույտով, այնպես Մարտիրոս Սարյանն չէ, Սևան կտավի մեջ ներկայացրել գեղեցիկ գույներով։ Այսպիսի մի հարց եմ ուզում տալ ձեզ բոլորին։ Խնդրում եմ մտածեք եւ պատասխանեք եւ ինչ եք կարծում։ Արդյոք Մարտիրոս Սարյանը, եթե ներկայումս Սևանալիճը պատկերելիս լիներ, այ իր կտավի մեջ նախկինում ինչ գույներ որ օգտագործել է իր կտավի մեջ, օգտագործել արդյոք այդ նույն գույները, թե արդեն գույների փոփոխություն կլիներ իր աշխատանքի մեջ։ Ինչ եք կարծում։ Միլենա։ Իմ կարծիքով Մարտիրոսը շատ է սիրում Հայաստանի եւ եթե նկարելուց լիներ նորից, մահավիրով կնկարեր, քանի որ Սևանը միայն լիճն է, որ քաղցրահամ է եւ եթե այն կեղտոտ է եւ չպահպանեք, ապա Հայաստանը իր գույները կկորցներ։ Այո, ճիշտ է։ Այո, ինչ գույներով կպատկերեր երեխաներ Մարտիրոս Սարյանը, Սուրեն ջան, ասա։ Իմ կարծիքով նա նորից օգտագործել կապույտ գույնը, բայց նաև կավելացնել կանաչը, որպես ահազանգ, որ մենք կորցնենք մեր կապույտ աչքը։ Այո, ճիշտ է երեխաներ, շատ լավ։ Հիմա կխնդրեմ արդեն մյուս խումբը ներկայացնի իր աշխատանքը, մյուս խումբը հիդրոլոգներ խումբն է։ Նարեկ ջան, կխնդրեմ Աննային օգնես, որպեսզի հավաքված Մեր թեման է հիդրոլոգ ռազմավարներ եւ մենք այս թեմայի շուրջ պատրաստել ենք տեսասայք եւ պաստառ, որի վրա փաստորեն ենք նշել ենք 6 ջրերքներ։ Սևանը ունի որոշային էներգետիկայի հզոր Այո, շատ լավ։ Աննա ջան, տեսնեք հիմա դու ինչ աշխատանք ես այս ընթացքում կատարել եւ քանի որ ծաղկումից եք խոսեցիք, մոտեցիր Աննա ջան։ Այդ տես այստեղ երեխաներ դուք եք ուշադրությամբ նայում, երկու ուրեմն բաժակներ ունենք այստեղ, երկուսն էլ տեսեք լցված են ջրով, սակայն մի ջրի գույնը տարբերվում է։ Այ կարող եք ասել Աննա ջան, եղել ես դու Սևանա լճում։ Հա, շատ լավ է, գեղեցիկ է մեր Սևանը։ Այո, այ կարող ես ասել, մեր Սևանա լիճը ներկայումս ինչ գույն ունի։ Կապույտ, ցույց տանք միասին։ Այս գույներից, ալոթներից ո՞րն է կանաչ։ Կապտականաչ ավելի շուտ, չէ։ Ահա, շատ լավ, ճիշտ է։ Իսկ ինչ ես պատրաստել նաև, այսինքն երեխաներ, տեսեք, մեր Աննան ցույց տվեց, որ մեր ներկայիս Սևանա լճի գույնը կապույտ կանաչ երանգներ ունի։ Իսկ դրա պատճառները ո՞րոնք են երեխաներ։ Աղտոտվածությունը, Սևանի ծաղկումը, շատ լավ, ճիշտ է։ Աննա ջան, օգնեմ քեզ, որպեսզի դու ցույց տաս այդ Աննայի պատրաստած աշխատանքը երեխաներ, որտեղ ի՞նչն է երևում Աննա ջան։ Սևանը, ճիշտ է, Սևանա լիճը մեր, շատ լավ, տեսեք երեխաներ մեր Աննայի աշխատանքը, փազել է հավաքել Սևանա լճի տեսքով, որտեղ երևում է, որ Սևանա լիճը ինչ բաժիններից է կազմված, լանայի չափերին Աննա ջան, մեծ և բարձրացան Աննա ջան, շատ ճիշտ է, ապրես, մեծ և փոքր բաժիններից է կազմված մեր Սևանա լիճը։ Լավ երեխաներ, մյուս խումբեր ներկայացրեց իր աշխատանքը, հիմա կլսենք արդեն մեր բնապահպանների խմբին և կտեսնենք, թե ինչ բնապահպանական հիմնախնդիրներ ունի մեր Սևանը և կհասկանանք, թե ինչն է խաթարում այլ նախորդ խմբի ներկայացրած ռեկրեացիայի, զբոսաշրջության, հանգստավայրային ռեսուրսների զարգացմանը։ Սիրով լսում ենք բնապահպանների, համեցեք։ Մենք բնապահպանների խումբն ենք, նոթբուքել եմ ծրագրով, պատրաստել ենք ինֆոգրաֆիկա կանաչ հուշագիր։ Քարտեզագրումով վերլուծել ենք Սևանա լճի հիմնախնդիրները, կոլեկտիվական և բնապահպանական և ջրային ռեսուրսների պահպանության կանոնները։
Ես Սևանն եմ, հայկական լեռնաշխարհի կապուտաչիա գեղեցկուհին։ Ջրերս քաղցր, պարզ ու մաքուր։ Կարող էիր ամր պարզել ու ջրինցս ընկել։ Շատ լավ, եղավ, ավելացնելու այլ բան ունենք երեխաներ։ Ավարտեցինք խմբի աշխատանքը։ Լավ, շատ գեղեցիկ սահիկ էիք պատրաստել և տեսանյութներ, հավանեցիք երեխաներ տեսանյութը։ Այս տեսանյութը դիտելուց հետո խնդրեմ զբաղեցնել ձեր տեղը և ուզում եմ անպայման այս տեսանյութը նայելուց հետո ձեզ մոտ նշումներ կատարեք, ինչ խնդիրներ ուներ Սևանա լիճը, որոնք մեր բնապահպանները վերհանեցին, ուզում եմ կատարեք նշումներ և արդեն անցնենք մեր շատ հետաքրքիր մեթոդի միջոցով կամփոփենք մեր այսօրվա աշխատանքը։ Խնդրում եմ կատարեք ձեզ մոտ գրառումներ, ընտրել եմ Սարդոստայն մեթոդը, ինչու՞մն է կայանում այս Սարդոստայն մեթոդի էությունը։ Հիմա կբաժանենք դասարանը երկու խմբի և մտքերի շղթա և թելի փոխանցում։ Այս խմբերով նստելուց հետո մեկ խումբը արտահայտելու է իր մտքերը, ես կասեմ բանալի բառ, այդ բանալի բառի շուրջ արտահայտում եք ձեր մտքերը, իսկ մյուս խումբը այդ ընթացքում դիտարկում է մյուս խմբի աշակերտների խոսքը։ Ուշադրություն եք դարձնում, որպեսզի իրենց խոսքը գրառեն, նշեք, եթե կրկնվող խոսքեր կան, եթե շատ հետաքրքիր մտքեր կան կարևոր, գծում եք ուրեմն առանձնացնում եք այդ հետաքրքիր մտքերը։ Դեմ դիմաց նստած խումբը հետևում է խոսքի ճշգրտությանը և իր մոտ կատարում է նշումներ։ Այնուհետև մենք դերերով և տեղերով կփոխվենք խմբի ներսում, մյուս խումբը կդիտարկի առաջին խմբի, առաջին խումբը երկրորդ խմբի աշխատանքը կստանցնի։ Պարզեք երեխաներ։ Հիմա խնդրեմ, ով է սկսում առաջինը։ Ձեռք է բարձրացնում առաջին սկսողը և ես թելի ծայրը տրամադրում եմ նրան։ Առանց բաց թողնելու փոխանցելու եք իրար։ Չէ, կարող եք նստած աշխատել։ Առանց թելի ծայրը բաց թողնելու, որպեսզի Սարդոստայնը կառուցվի։ Պարզ է երեխաներ։ Արտահայտիր առաջին միտքը, քաղցրահամ է, շատ լավ։ Խնդրում եմ ուշադիր եղեք, որպեսզի կարողանաք դիտարկել գրեք անունները, յուրաքանչյուր աշակերտին պետք է հսկել երեխաներ և իրենց արտահայտած մտքերը գրի եք առնում։ Շատ լավ, հաջորդ միտքը, խնդրեմ, բայց չենք թողնելու Սուրեն ջան։ Պետք է յուրաքանչյուր մարդ իր հերթին կանխի Սևանա լճի ավտոդոմ։ Շատ լավ, պահեք, շատ լավ, պահիր։ Նորից ասեմ եք չլիսեցիք։ Պահպանել, շատ լավ երեխաներ, այսինքն ձեզ համար առաջնային խնդիրը ես ոնց հասկացա Սևանա լճի պահպանության հարցն է, շատ ապրեք երեխաներ, հասցրեցիք դիտարկել երեխաներ, խնդրում եմ անցկացնել պաստառի վրա, ինչ մտքեր եք դուք դիտարկել այստեղ անցկացրեք և արդեն խմբերով մենք կտեղարկվենք, լավ երեխաներ, կարող եք թողնել արդեն թելը, հետո սա մենք կհավաքենք, հիմա երեխաներ, մի հետաքրքիր աշխատանք եմ ուզում նաև ձեզ հանձնարարել, յուրաքանչյուրը ձեզ մոտ ունեք ձեր գրիչները և ձեզ տրամադրում եմ կաթիլների տեսքով այս թեփնիկները երեխաներ և այստեղ պետք է արտահայտեք ձեր էլի կարևոր մտքերը այսօրվա դասից, ինչ սովորեցիք, այ դուք հետևեցիք մյուս խմբերի աշխատանքը։ Հիշում եք նաև նրանց խոսքերից երեխաներ, թե ինչ խոսքեր են ասել, ինչ կարևոր մտքեր են ասվել այդ մասին։ Կանաչ թղթերի վրա գրում եք, այ ինչ կանեիք դուք Սևանա լճի համար, պատկերացրեք, ինչ կանեիք դուք Սևանա լճի համար։ Երկրորդում այս կապույտ լճի մեջ գրում եք արդեն ինչ սովորեցիք։ Ես քարը կբաժանեմ, դուք սկսեք լրացնել։ Հանձնարարում եմ երեխաներ տետրերում վենի դիագրամի միջոցով Տիտիկակա և Սևան լճերը որպես աշխարհի բարձրադիր քաղցրահամ լճեր համեմատես և ուրվագծային քարտեզի վրա նշեք Հայաստանի Հանրապետության տարբեր ծագման լճերը։ Պարզեք երեխաներ, շատ լավ։ Շնորհակալություն այսօրվա գեղեցիկ դասի համար։